կազմված են մի խումբ արցախցիներ, նրանք այստեղ են իրենց սոցիալական եւ իրավական խնդիրների պահանջով, հատկապես ինչպիսի խնդիրների են բախվում արցախցիները Հայաստանում։ Նախ նշեմ, որ ոչ միայն արցախցիներ են, այսինքն պետք չէ այդ առումով տարանջատել, բայց այո, օրակարգը արցախցիների իրավունքների օրակարգն է, որը եւ ներքին աստառ ունի եւ արտաքին։ Ներքին առումով այո, սոցիալական խնդիրները կան, բնակարանային ծրագրի խնդիրը կա, զբաղվածության եւ այլն, բայց ոչ պակաս է մեր ավելի ռազմավարական, այսպես ասած, իրավունքների պաշտպանությունը, մեր վերադարձի իրավունքը, մեր գերիների ազատ արձակման հարցը, Արցախի մշակութային ժառանգության, մասնավոր սեփականության պաշտպանության հարցերը եւ այլն եւ այլն։ Իսկ ավելի հրատապ, եթե խոսենք, գալով ձեր հարցին, սոցիալական գլխավոր խնդիրը այս պահին, որը շատերին է մտահոգում, դա այն է, որ բնակարանային ծրագիրը ձախողված է եւ արդյունավետ չի գործում, եւ այդ ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են կտրուկ կերպով կտրել կամ կրճատել տրվող բնակվարձի աջակցությունը, որը առաջիկայում առաջացնելու է շատ լուրջ ծայրահեղ աղքատություն եւ ցնցում սոցիալական առումով արցախցիների շրջանում։ Մենք պահանջում ենք, որ բնակարանային ծրագիրը եւ այս բնակվարձի ծրագիրը բարեփոխվեն հիմնարար կերպով եւ կապվեն իրար հետ ու շատ ավելի լուրջ լուծումներ տրվեն, որպեսզի մենք կարողանանք կայուն կերպով կեցություն ապահովել մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում կանխելով արտագաղթը։ Իշխանությունը հիմա քննարկում է ակտիվ խաղաղության փաստաթղթի ստորագրման վերաբերյալ տեղի եւ ժամի հստակեցումը, սակայն Ադրբեջանը մեզնից պահանջում է փոխել մեր սահմանադրությունը եւ մի շարք այլ պահանջներ է ներկայացնում, անգամ միջազգային ատյաններից պահանջում է մեր հայցերը հետ կանչել։ Դուք որպես նախկին մարդու իրավունքների պաշտպան, ինչպես եք մեկնաբանում այս փոփոխությունները իսկապես պետք են եւ այդ փաստաթուղթը մեզ իսկապես խաղաղություն կբերի։ Միանշանակորեն ոչ եւ դրա մասին ես բազմից արտահայտվել եմ հրապարակայնորեն, կարծում եմ հարթակից էլ այս հարցերին անդրադարձ կլինի եւ միջազգային գանգատների հետ կանչելը, հրաժարվելը եւ Մինսկի խմբի լուծարումը եւ սահմանադրության փոփոխությունը ու մնացած բոլոր պահանջները Ալիևի ձեռքին ուղղակի հայ ժողովրդին նվաստացնելու, Հայաստանի Հանրապետությանը տանելու կապիտուլյացիայի եւ իր բոլոր պահանջները ապահովելու միջոց է առանց որևէ պարտավորություն ստանձնելու։ Խաղաղություն կարող են բերել մի քանի հիմնարար քայլեր, եթե Ադրբեջանում վերացվի հայատյացության քաղաքականությունը ու համակարգը, եթե Արցախի ժողովուրդը վերադառնա իր հայրենիք, կվերադառնա, պարոն Բեգլարյան։ Եթե պատշաճ պայմաններ ստեղծվեն, իհարկե կվերադառնա։ Ներկայիս իշխանությունը այդպիսի քաղաքականություն է վարում։ Չէ, ներկայիս իշխանությունը ուղղակի չի էլ ուզում Արցախի ժողովրդի վերադարձի մասին խոսել։ Սա բնականաբար մեծ խնդիր է, բայց մեզ համար կարևոր է, որ մենք վերադարձի իրավունքի մասին խոսենք եւ պայքարենք դրա համար եւ հասկանանք, որ դա միանգամից չի ստացվելու եւ ես ինքս հասկանում եմ, որ այս իշխանությունների կողմից այդ քայլերը չեն իրականացվելու։ Հակառակը այս իշխանությունները փորձում են Արցախի թեման մեկընդմիշտ փակել, այդ թվում վերադարձի մասին չխոսելով, այդ թվում պահանջները չներկայացնելով բանակցություններում, միջազգային արտակներում եւ այլն։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինեն։ Ներողություն։ Արտահերթ ընտրություններ կլինեն։ Արցախյան, Հայաստանյան չեմ կարող ասել։ Ներքաղաքական հարց եք տալիս, որից շատ տեղյակ չեմ։ Միգուցե իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, միգուցե ընդդիմությունը կարողանա այդ ուղղությամբ քայլեր կատարել, բայց ինձ համար ավելի կարևոր է, որ այնպիսի հանրային կարծիք ձևավորվի եւ ընդդիմությունը այնպիսի համակարգ կառուցի, որ կարողանա ընտրություններում արտահերթ թե հերթական արդեն իր օրակարգը առաջ մղի եւ հասնի հաջողության։ Բայց այս առումով, քանի որ ես ներգրաված չեմ ներքաղաքական պայքարում,
Դրա համար չեմ կարող ավելի մանրամասն կարծիք հայտնել կամ առաջարկներ ներկայացնել։ Այս պահին ես միայն հանդես եմ գալիս որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում առաջամարտի կանոնային գործիչ, ոչ ավելի։ Պարոն Բեգլարյան, եւս մեկ հարց մենք տեսնում ենք, որ